Մենք վերադարձանք տաղավար։ Շատ հաճելի էր երաժշտական դադարը մեր եթերում եւ հիմա նույնպես շարունակել ենք խոսել երաժշտությունից, քանի որ սելեներս երաժշտասեր հասարակության համար, անրության համար, հուլիսի 11-ին եւ հուլիսի 12-ին ունենք շատ հետաքրքիր նորություն։ Կներկայացվի Փարերգել Փարաջանովի երաժշտական նախագիծը, որը նվիրված կլինի իհարկե աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու առհասարակ աշխարհին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն մեր տաղավարում են, իսկ մեր տաղավարում են կոմպոզիտոր, գրող, հետազոտող Միշել Պետրոսյանը եւ դիրիժոր, մուզիկեթրես անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ռոլան Հայրապետյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ մեծ հույսով, որ մուզիկեթրես ճիշտ ասես, չէ՞, որ առայժմ մեզ հասանելի չէ։ Առայժմ։ Փոքր ինչ հասանելի է, բայց մասնագիտական ուղղագիտերներից։ Վերադառնանք, թե ինչի համար ենք հավաքվել։ Հուլիսի 11-ին, բայց կարծես թե այս նախագծից բացի գնանք նախապատմությանը։ Ինչպես այս գաղափարը ծնվեց, ինչպես հետո արդեն սկսեց կոնկրետ գործողությունները եւ Ինչու Փարաջանով։ Ինչու Փարաջանով նաեւ։ Դե ինչու Փարաջանով երևի ամենահեշտ պատասխանն է կարելի տալ, ինչու ոչ, որտեվ Փարաջանովը ամբողջ մի աշխարհ է եւ ճիշտ ասած ես հայտնաբերում եմ ինձ համար նոր ելևէջներ, կարծելով որ լավ իրան ճանաչում եմ։ Մի քանի տարի առաջ մենք արդեն շատ էինք համագործակցում Ռոլանդի հետ եւ մյուզիկաթրես Մարսելում հիմնված հոյակապ վոկալ անսամբլի հետ։ Մեր թանգարան կար Փարիզում, Petit Palais, նոր նրանք սրահ էին ինոգուրացիա արել եւ նոր կոլեկցիա էին ստացել սրբապատկերների։ Տնօրենը ինձ խնդրեց երկխոսել այդ սրբապատկերներից ամենագեղեցիկի հետ եւ որոշեցինք Ռոլանդի հետ մի նոր ձև հնարել եւ տնօրենը միջամտում էր, մի վիդեո արտիստ սարքում էր պատկերներ, երաժշտությունը երկխոսում էր, այնքան հետաքրքիր արձագանք ստացվեց, որ որոշեցինք նույն ֆորմատը կրկնել եւ պրեմիերան եղավ մոտ 2 շաբաթ առաջ Ֆրանսիայում մի հարավում մի մեծ փառատոն կար Շան Լիբրը եւ ամսի 7-ին մենք հայկական պրեմիերան արեցինք Կապանի հրաշալի ֆեստիվալում Սևակ Ավանեսյանի առաջնորդությամբ։ Հրաշալի։ Ու հիմա արդեն ամսի 11-ին եւ 12-ին, 11-ին Գյումրիում իրականում տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա սերեներս, իսկ ամսի 12-ին Երևանի սրտում հենց Արնո Բաբաջանյան համերգասրահում։ Ինչ ծրագիր է սպասվում, ինչքան է տևողությունը։ Սա մոտ 1 ժամ 10 րոպե է եւ գիտեք ոնց որ Փարաջանովը Սայատնովայի հետ վերաբերվեց, ես էլ այսպես փորձեցի նրա հետ վերաբերվել, ասում էին Սայատնովայի հետ ինչ կապ ունի քո նռան գույնը եւ Փարաջանովը ասում էր ես ուզում եմ գնամ ակունքները, գտնեմ այն նախնական ուժը, որից բխել է Սայատնովան եւ նրա աշխարհը պատկերեմ, ոչ միայն բիոգրաֆիան, այսինքն կեսագրություն նկարանեմ, այլ նրա հոգին։ Ես էլ ինչ որ կերպով շատ ինձ փոքր էի զգում, որտեվ Փարաջանովը այնքան հրաշալի երևակայության անչափություն է, մտնել իր կյանքը, կոլաժները, տեսնել այս հակադրումը իր դաժան կյանքի եւ լուսավոր արվեստի, դա է շատ հետաքրքիր, չէ՞։ Ու այսպես մենք գործեցինք, ուրեմն կոնկրետ կլինի երաժշտական համարներ են 12 հրաշալի երգչով, որը Ռոլանդը չափ է տալիս։ Marc de Pierrefeu մի հատ հրաշալի նկարիչ, լուսանկարող, վիդեո անող տղա է Ֆրանսիայից, որը կոլաժները անիմացիա է անում, ֆիլմերից հատվածներ է վերցնում, Փարաջանովի որոշ պատկերները ինքն է վերակենդանացնում, եւ ես միջամտում եմ խոսքով, մի քանի բաներ եմ ասում, երաժշտական հատվածները լսվում են, եւ հետո որոշ հատվածները առանց ոչ մի միջամտության լսվում են, որ ընկղմվենք այս աշխարհի մեջ եւ ոգեշնչում ստանանք։ Աստորեն խոսքել ունենք։ Մի քիչ խոսքել կա։ Հայերեն իհարկե։ Մեր ինֆորմացիայի աղբյուրները մեզ հայտնում են, որ ոչ միայն Փարաջանովի կամ Սայատնովայի տեքստերի մասին է խոսքը, այլ նաև համադրվում է Գոդար եւ Ֆելինի, ինչ կասեք այդ մասին։ Լավ տեղեկացված եք, այո, թե Գոդարը, թե Ֆելինիի նամակը իտալերեն երգում են, թե իր ֆիլմերի անունները, թե Փարաջանովի նամակներից շատ զգայուն բաներ կան։ Օրինակ ասում է, ես ուզում եմ վերադառնալ իմ մանկությունը, որ այնտեղ մեռնեմ, այսպես բաներ է ասում։ Եվ մանկությունը ոչ թե ինչ-որ կյանքի փուլ, որ այս աշխարհից փախնի, այլ որ հայացքը նորաձևի ու թարմ նույնից նայի բաներին։ Հրաշալի, նաև խոսենք, պարոն Հայրապետյան, մյուզիկաթրես, ճիշտ եմ ասում, չէ՞։ Անսամբլի մասին, որովհետև շատ հետաքրքիր պատմություն ունի, մենք գիտենք ու շատ հետաքրքիր ճանապարհ է անցել, բավականին մեծ պատմություն ունի արդեն այս մեր օրերում։
Oui, Musica 13 aura 40 ans l'année prochaine. Donc c'est un ensemble qui est voué à la création contemporaine. Ժամանակակից ստեղծագործությանը մենք շատ 300-400 նոր ստեղծագործություններ են ծնվել սկզբից ի վեր եւ միայն դա չենք անում մենք ստեղծագործությունները անցյալի եւ այսօրվա ստեղծագործությունները համադրում ենք երբ խոսել ենք տալիս իսկապես ճանապարհ ենք անցել Միշելի հետ որ արդեն բավականին երկար է մոտ 10 տարի արդեն բազում ստեղծագործություններ են ստեղծվել հենց Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները ձայնագրություն ունենք բավականին հաջողված դիսկ ունենք որը իդեպ ներկա կլինի շատ գեղեցիկ ստեղծագործություններ են եւ ինձ ես շատ եմ սիրում Միշել Պետրոսյանի հետ աշխատելը որովհետեւ այն կոմպոզիտորներից է որը չի հրաժարվում անցյալից ընդհակառակը կարելի ասել կրկին լուսավորում է անցյալը մեզ է բերում նորից անցյալը եւ իդեպ քիչ առաջ Միշելը ինձ ասում էր երգիչները շատ մեծ հաճույքով են երգում այս երաժշտությունը եւ կարծում եմ որ ունկնդիրները եւս մեծ հաճույքով կլսեն Մենք էլ անապերենք որպեսի մասնակիցը դառնանք ու լսենք թե ինչպես է համագործակցությունը եղել նշեցիք որ շատ թեթև է աշխատել Միշելի հետ արդեն փորձնել կա բայց ամեն դեպքում նրա յուրահատուկ կողմերը որը գրավել է ձեզ ո՞րն է եղել առաջին համագործակցության ժամանակ Ինչու այդքան հեշտ համաձայնեցիք, որ այո, մենք կարող ենք համագործակցել։ Alors, j'avoue que c'est le premier Խոստովանեմ, որ առաջին հայ կոմպոզիտորն է, կարծում եմ, որի հետ ես համագործակցում եմ, թեև ես ինքս էլ ծագումով հայ եմ, բայց Միշելի հետ շատ առանձնահատուկ հանդիպում եղավ, որովհետև ոչ միայն շատ լավ կոմպոզիտոր է, այլ նաև մարդասեր է, գիտնական է, որը մեզ շատ բան է տալիս, եւ շատ կարևոր է ասել այս ստեղծագործության վերաբերյալ Փարերքել Փարաջանովին Ունկնդիրը հանդիսատեսը գալիս է երբեմն երաժշտություն լսելու պարզապես, բայց դուրս է գալիս ասելով ես ինչ-որ նոր բան եմ սովորել եւ սա հիասքանչ է, ահա ինչու այս ձևաչափը երաժշտություն ներկայացնելու, երաժշտությամբ զբաղվելու շատ կարեւոր է մեզ համար եւ երրորդն ենք նախատեսում, դեռ չգիտենք որ թեմայով, բայց մեզ շատ կարեւոր է թվում, որովհետեւ հանդիսատեսի հետ յուրահատուկ հարաբերություն է ստեղծվում, սերտ հարաբերություն եւ միշտ շատ հետաքրքիր է Ես որ ասենք շատ եմ սիրում ստեղծագործությունը, արարումը, միշտ նոր գաղափարներ եմ փնտրում, որպեսզի հանդիսատեսը նոր ձևով երաժշտություն լսի առանց նույնիսկ գիտակցելու դա եւ կարծում եմ որ այս գաղափարն է որ կիսում ենք Միշելի հետ Վստահ եմ որ դուք Փարաջանովին ծանոթ եք մինչեւ այսել մինչեւ համագործակցելը Alors oui bien sûr parce que j'étais déjà Այո, իհարկե, որովհետև արդեն եկել էի Երևան, արդեն այցելել էի Փարաջանովի թանգարան եւ միշտ հիացել եմ, շլացել եմ այս արվեստագետի ստեղծարարությամբ, որը եւ կինոգործիչ է եւ արտասովոր առարկաների ստեղծող է եւ միշտ մեծ սեր ու հարգանք եմ զգացել այս մեծ արվեստագետի նկատմամբ հայ ծագումով Վերադառնալով Փարաջանովին Միշել, ինչպես է հնարավոր երաժշտականացնել Փարաջանովին եւ ինչպիսին է այդ ճանապարհը Եվ ինչքան է տևում։ Այո, դա տևում է, այսինքն պատրաստումը տևեց մի մեկ տարի, բայց հենց ինքը ներկայացում է մի ժամ 10 րոպե մոտավորապես։ Մի բան, որ ես հայտնաբերեցի ինձ համար, որ Փարաջանովը շատ հրաշալի երաժիշտ էր, ինքը օպերային երգիչ էր ուզում դառնալ, եւ ընկերները պատմում են, մի օր մեքենայում նստած է, ռադիոն ինչ որ ճռճռում է, նա անջատում է, ասում է երաժշտություն ես ուզում, հեսա կլինի ու ամբողջ Չայկովսկու Եվգենի Օնեգինը երգում է ծայրից ծայր ուվերտյուրայից սկսած բոլոր գործիքները ցույց է տալիս եւ տղամարդկանց եւ կանացի բոլոր դերերը անգիր երգում է օրինակ այսպեսի բան կա եւ մենք գիտենք որ Փարաջանովը շատ զգայուն էր երաժշտությանը դե Տիգրան Մանսուրյանի հետ իհարկե համագործակցել է բայց Тени забытых предков Մորացյալ նախնիների աստվածների առաջի ֆիլմը ուկրաինական կոմպոզիտորների հետ է համագործակցել վրացական եւ այլն շատ զգայուն է եղել դրա համար եւ շատ ճկուն ամեն ինքը բալետ է սովորել շատ մեծ պլաստիկա կա ու միշտ իր ռիթմը երաժշտական ինչ որ բան ունի հակում ունի
Եվ ինձ համար արդեն դա շատ մեկ ոգեշնչում էր, բայց այս երևակայության աշխարհը, գիտեք, որ ունկնդիրը լսի եւ նրա դեմ աշխարհ բացվի, մենք դա ստացանք թե Ֆրանսիայում, որտեղ մարդիկ չգիտեին Փարաջանովը ով էր, բոլորը վազեցին համերգից հետո YouTube, որպեսզի ֆիլմերը նայեն, բայց Կապանում մենք շատ մի զարմանալի բան վերապրեցինք, որտեղ երբ որ երաժիշտները քեզ գնահատում են, քննադատները դա մի բան է, բայց երբ Կապանի գործարանի աշխատավորները, գյուղացիները, երիտասարդները կամ արդեն թոշակառուները մի հատ նենց արձագանք ստացվեց, մենք չէինք սպասում ազնվորեն, ոտքի կանգնեցին, միջոց րապե մեզ ծափարում էին, այնքան բաներ եկան ասեցին, ուրեմն մենք ինչ որ զգացինք շատ ինչ որ ջերմություն եւ որ այդ աշխարհը, որ միգուցե թվում է էլիտար, ինչ որ առանձնացած, շնորհիվ ես էլ եմ կինոերաժշտություն գրում շատ, նրանց մեջ մտավ եւ հոգու մեջ էլ ինչ որ զրնգաց։ Ինչ հետաքրքիր բնութագրեցիք ու ինչ հաճելի է, որ այդ չափ ընկալվել եւ ընդունվել է նաեւ Կապանում։ Հետաքրքիր է, պարոն Հայրապետյան, ձեզ մոտ ինչ կարծիք կար ու ինչ տպավորություն կա Կապանի ելույթից հետո։ D'abord, ce que vient de dire Michel. Նախևառաջ այնինչ Միշելը ասաց շատ իրավացի է, իսկապես մեծապես տպավորված էի Կապանի հյուրընկալմամբ, իսկապես անվերջանալի ծափարություններ էին եւ համարյա նեղված էի ինձ զգում իհարկե անսամբլի եւ Միշելի եւ Պերֆեոյի հետ միասին այս ծափարություններին արժանանալու համար, որովհետեւ իրականում այդքան էլ սովոր չենք այդպիսի ընդունելության, բնականաբար մենք բավականին ճանաչված ենք, ամբողջ աշխարհում համերգներ ենք տալիս, ներկայացումներ ենք տալիս, բայց հաճախ ավելի մասնագիտացված հանդիսատես ենք ունենում։ Իսկ ես շատ եմ սիրում, երբ որ իրական մարդիկ են եւ իսկապես տպավորությունն այն է, որ իրական մարդիկ էին, իրական անձեր, անձինք եւ հուսով եմ, որ այսպես էլ կշարունակվի եւ կշարունակվի այսպես նաեւ Հայաստանից անդին։ Ու կարծում եմ, որ սա շատ հուզիչ էր։ Երեք ներկայացման մի քանի փոքրիկ հատվածներ առանց տեսագրության Փարաջանովի թանգարանում ցուցադրեցինք եւ իսկապես այդտեղ զգացինք, որ մարդիկ լսում են, մարդիկ հետաքրքրված են եւ կարծում եմ մեզ համար սա հիասքանչ է։ Գիտեմ, որ հայերը երաժիշտներ են հոգում բոլորը, դա միշտ եմ հասկացել, ես ինքս էլ երաժիշտ եմ դարձել, բայց եւ այնպես ինչ որ մի այլ բան կա, որ ինձ շատ կարևոր է թվում այս ներկայացման անհավատալի ընդունելության տեսանկյունից։ Պետք է ասել, որ այս փառատոնը իսկապես արտարոց է, իսկական փառատոն է մարդկանց համար, սա հիասքանչ է։ Ինչ ակնկալիքներ ունեք Գյումրիի եւ Երևանի հանդիսատեսից արդեն։ Դե ես գիտեմ, որ Արնո Բաբաջյան սրահը մեզ միշտ հյուրընկալում է եւ շատ ակտիվ նրանք աշխատում են, շատ դինամիկ ինչ-որ բան է ստացվում։ Հույսով եմ Վարդավառը չի խանգարի մեզ ունկնդրին գալ։ Մենք 8 տարի առաջ ջրվել էինք ահագին մեր համերգով, բայց շատ ուրախ էինք։ Եվ Գյումրիում երբեք համերգ չենք ունեցել դեռ։ Գիտենք ինչքան արտիստիկ երկիր է Գյումրին։ Ճիշտն ասած, գիտեք, որ Կապանում էի, իմ հոր կողմից ես ծագումով այնտեղից եմ, այսինքն հայրս Երևանում էր ծնվել, բայց մի մարդ մոտեցավ ինձ, այսպես բան ասեց. «Ողջունում եմ քեզ Սյունյաց երկրի զավակ»։ Ասեցի, բայց դուք ինչ գիտեք։ Ասում եմ, ես զգացի, որ դուք ինչ որ Սյունիքից արմատներ ունեք։ Իսկ իմ պապիկն էլ, որ երզրումից էր, Գյումրիում է մեծացել Որփանոցում, այսպես ինչ որ էլի ակունքնային մոմենտ կլինի Գյումրիում։ Դա թուզական է լինելու։ Այո, ես կարծում եմ։ Դե բոլոր ընկերներս ում ասել եմ Երևանում ենք, բոլորը գալիս են, շատ ես ուրախ եմ դրան, բայց հույսով եմ մեր երևանյան ունկնդիրն էլ կգա, չնայած այնքան բան կա Երևանում այդ օրը, բայց 12-ին մի մոռացեք մեզ, եկեք, իսկապես յուրահատուկ բան է ստացվում։ Վստահաբար այս հնարավորությունը պետք չէ բաց թողնել ու ամենակարևորը գիտեք ինչ հասկացա, որ մեկ հանճարեղ արվեստագետի շնորհիվ հանդիպում են երկու արվեստագետներ, ստեղծում են մեծ աշխատանքներ, մեծ ստեղծագործություններ, որոնք որ հետո սկսում են հրամցնել եւ արդեն ուղարկել հանդիսատեսին, որոնց շարքերում կլինեն երիտասարդներ, որոնք նույնպես կոգեշնչվեն, այսինքն մեկ հոգին ինչքան բան կարող է փոխել ինչքան մարդկանց կյանքում։ Շատ շնորհակալություն ձեզ, ես վստահ եմ, որ այդ երրորդ համագործակցությունը նույնպես մի միտք կգա, ինչ որ կոգեշնչվեք մեկով կամ մի արվեստագետով կամ մի ստեղծագործությամբ
եւ մոտ ապագայում նույնպես մեր տաղավարում կհանդիպենք, կզրուցենք արդեն երրորդ նախագծի շրջանակներում։ Ձեզ լավ օրվա շարունակություն եւ վաղը մյուս օրն էլ ամսի 11-ին արդեն Գյումրիում 12-ին էլ հաջողություն ենք մաղթում լավ ելույթ ունենաք ստացված տպավորություններով, ինչպես որ կապանից եք ստացել տպավորություններ։ Շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Ամսի 11-ին Գյումրի չմոռանաք, վաղը գնում ենք Գյումրի, իսկ ամսի 12-ին Երևանում Առո Բաբաջանյան համերգասրահ։ Իսկ հիմա շարժվում ենք առաջ։ Սիրով։